Սաղմոս 37 Շարունակում ենք 30-րդ խոսքից։ Արդարի բերանը իմաստություն է խոսում, և նրա լեզուն իրավունքն է հայտնում։ Իր Աստծո օրենքն իր սրտի մեջ է, և նրա քայլերը չեն սայթաքելու։ Ամբարիշտը դիտում է արդարին և հետամուտ է նրան սպանելուն։ Սակայն Տերը նրա ձեռքում չի թողնի նրան և դատվելիս չի դատապարտի նրան։ Սպասիր Տիրոջն ու պահիր նրա ճամփան, և նա քեզ կբարձրացնի երկիրը ժառանգելու համար, երբ ամբարիշտները կործանվեն։ Դու կտեսնես դա։ Տեսա ամբարշտին շատ զորացած ու մի կանաչ դափնու պես տարածված, բայց նա անցավ ու ահա չկա։ Իսկապես, փնտրեցի նրան, բայց չգտնվեց։ Նկատիր կատարյալ մարդուն և նայիր շիտակին, քանի որ այդ մարդու վերջը խաղաղություն է։ Իսկ անօրենները կորչելու են միատեղ, ամբարիշտների վախճանը կորուստն է լինելու։ Իսկ արդարների փրկությունը Տիրոջից է, նեղության ժամանակ ինքն է նրանց զորությունը։ Եվ Տերն օգնելու է նրանց ու ազատելու է։ Նա ազատագրելու է նրանց ամբարիշտներից, փրկելու է նրանց, քանի որ նրանք իրեն են վստահում։